Նախ Էջմիածին, հետո Արմավիր, ուժեղ Հայաստանը երկու նոր գրասենյակ է բացել Արմավիրի մարզում, հարյուրավոր քաղաքացիների ուղեկցությամբ է ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կտրում Կարմիր ժապավենն ու բացում հոգևոր մայրաքաղաքի նոր գրասենյակը։ Կարապետյանը հիշեցնում է ներկաներին, որ ամիսներ առաջ հենց մայրաթորից սկսվեց պայքարը, Կարապետյանը չլռեց, երբ թիրախավորվեց Սուրբ Էջմիածինն ու ամենայն հայոց հայրապետը։ Ինչ պետք է աներ ամեն հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք, տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անարգալից խոսել։ Ինչ պետք է անես։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը մեր բոլորիս հոգևոր հայրը Սուրբ Էջմիածինը հարցակման է ենթարկում։ Պետք է ելներ ասիր հələ մի րոպե։ Էս ինչ ես անում։ Շատերը լռում էին, չէին ասում, բայց Կարապետյանն ասաց ու հենց նույն օրը կալանավորվեց։ Ու մի մարդու հաշվարկ էր արել մի մարդ, որ կալանավորելով կարողանա ինչ որ բանի հասնել։ Այդ նույն օրը այստեղից գնալուց հետո երեկոյան սկսվեց կալանավորման հարցերը։ Բայց մի բան էլ հաշվի չեր առել։ Բնավորությունը մարդու, առաջնորդի իրական առաջնորդի բնավորությունը, բոլորը մարդկանց չափում են իրենց արշինով։ Ըստ Նարեկ Կարապետյանի, Փաշինյանի ուզածը իրեն հպատակ Սամվել Կարապետյան տեսնելն էր, ինչ ուզեր այն աներ, բայց եղավ հակառակը, չտեսավ, չարեց։ Ինչ ասեին աներ, ինչն էր մեր արշինը, 8 ամիս ԱԾ մեկուսարաներ, հետը մարդ չէին թողում, իբր ինչ-որ բան անելու համար, բայց մարդու բնավորությունը, հայ տղամարդկանց բնավորությունը, ոնց որ իրանք հետ էին սովորել, ու ինչպես պան Վարդևանյանը ասեց, ամեն անգամ, ով իր հետ շփվում էր այդ ընթացքում, ավելի մեծ ուժով դուրս էր գալ իր մոտից, որտեվ նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որտեվ գիտեր, որ կանգնեցնել է պետք է ամեն ինչը։ Բոլորի պայքարն է, ասում է Կարապետյանը, ուժեղ Հայաստանն էլ պատրաստ է առաջամարտիկը դառնալ այդ սուրբ գործում, հստակ ծրագիր կա։ Բոլորի երազանքը ուժեղ երկիր ունենալն է, ուժեղ Հայաստան ունենալն է։ Դա է մեր հիմնական նպատակը։ Վերջինին ամիսներին, ինչ ասես չի տեսել Հայաստանը սրբազան հայրերի ապօրինի կալանավորում, գրող մայրաթոռի վրա, ոչ միայն փաստաբան Արամ Վարդևանյանն է հիշեցնում ներկաներին ու թվում շարքը։ Տեսել ենք գրող մայրաթոռի նկատմամբ։ Տեսել ենք նենց երևույթներ, որ իսկապես չէին կարող պատկերացնել։ Օրինակ տեսել ենք, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության համար ազգային բարերար, բոլորի կողմից հարգված, սիրված եւ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Սամվել Կարապետյանը 7 ամսից ավելի հենց կալանավորված է եղել այդ բարերի համար։ Սա է այն աբսուրդը, որը տեսնում ենք։ Հիմա գտնվելով մեկ այլ էլի աբսուրդային իրավիճակում տնային կալանքի պայմաններում, մի հատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը։ Վարդևանյանը նկատում է ուժեղ Հայաստան ունենալու գրավականներից մեկը հենց համախմբված, միասնական եւ մարդասիրությամբ Հայաստանն է։ Մենք գործընկերներով, փաստաբաններով գնում էինք Սամվել Կարապետյանի մոտ, ընկճված դուրս էին գալի տրամադրություններս բարձր։ Ինքը կարողանում է։ Թե ոնց է կարողանում, վստահ եմ, առիթը կլինի դուք իրեն կհարցնեք։ Որովհետև Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ։ Միանշանակ։ Մի վարքյան չկասկածեք, որովհետև արդարությունը հաղթելու է։ Արդարությունը հաղթելու է, երկրորդ տարբերակ չկա, վստահ են Սամվել Կարապետյանի համախոհները։ Հենց Արմավիրից է սկսվելու հայկական գյուղատնտեսության վերածնունդը, ասում է Նարեկ Կարապետյանը եւ ավելացնում, փաստորեն աղքատ հայը միայն Հայաստանում է։ Արմավիրի համար մենք մի հատ ծրագիր ունենք։ Լավ ծրագիր։ Արմավիրը պետք է Հայաստանի համար եւ Հայաստանի ընդհանուր գյուղմթերքների համար դառնա կենտրոն։ Գյուղմթերքների վերամշակման կենտրոն։ Արմավիրի մարզի ամեն 3 հեկտարից մեկը չի մշակվում, ջրի պակասի պատճառով։ Ձեռ չի տալիս, չի մշակում 3 հեկտարից մեկը, երբ որ Հայաստանի ամենաբերի հատվածն է։ Մեզ պետք է առաջնորդել գյուղատնտեսության զարգացումը։ Իսկ Արմավիր համայնքը
պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ գնումները արվի, վերամշակում արվի եւ արտահանվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց լավ ապրելու։ Քայլ առ քայլ է առաջ գնալու ուժեղ Հայաստանը ամեն ինչ անելու են, որ փոխվի վիճակը, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը։